Հայաստան դաշինք, միասին կարող ենք, ընտրիր 17-ը, ընտրիր Հայաստանը։ Բարև զարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բանը ես զրուցել եմ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Դանիելյան։ Պարոն Դանիելյան, դուք քաղաքական դաշտը հետևող, ուսումնասիրող այդ հնաբնակներից եք եւ ըստ այմ հիշում եք քաղաքացիական պայմանագրի գործունեության առանցքը այն սկզբի տարիներին, երբ որ նոր էին հիմնադրվել եւ Նիկոլ Փաշինյան ԵԱՏՄ-ից դուրս գալն էր։ Ազգային ժողով անգամ օրենսդրական նախաձեռնություն վերեցին 17 թվականին ելք դաշինք։ Այո, արդեն ելք դաշինք, բայց ի սկզբանե ԿՊ-ն իր ծրագրում էր գրել ԵԱՏՄ-ից դուրս գալ, Նիկոլ Փաշինյանը դա սարքել էր մատի փաթաթան։ Հիմա ԵԱՏՄ-ից ասում են ախպեր դուրս եկեք։ Փաշինյանը ասում է, չէ, մենք դուրս չենք գալու։ Հիշում եք, այն մի ֆիլմ կար, որ հանուն ֆերմայի, ասում են, մի մետր էլ չեմ քշի, անիվից բռնվել էր։ Հիմա Փաշինյանը ԵԱՏՄ-ի անիվից բռնվելը չի դուրս գալիս։ Սա ինչ իրավիճակ է, այսինքն սա մինչև ընտրությունները դիրքավորում է, չի ուզում կորուստներ ունենալ, թե ընդհանրապես Փաշինյանը միշտ էլ ԵԱՏՄ-ական ա եղել եւ մենք չենք էլ իմացել դրա մասին։ Այդ անձնավորությունը երբեք որևէ սկզբունք եւ գաղափար չի ունեցել։ Իր գաղափարը եւ սկզբունքը իշխանություն ունենալն է եւ իշխանություն պահելն է։ Եվ հետաքրքիր էր, այսօր թե երեք մի հայտարարություն էր արել իրեն դեմքով, քառակուսի դեմքով, որտեղ ասում էր, երբ որ ԵԱՏՄ գնալու իրատեսական հիմքեր լինեն, այո, այսօր ասել, հիմքեր լինեն, այն ժամանակ կգնանք, բայց որ նման հիմքեր չկա, դա տեսական հարց է։ Ինչի համար մենք Եվրոմիության գնալու հանրակրվե անենք, մենք ԵԱՏՄ-ում մեզ լավ ենք զգում, զարգացման պոտենցիալ կա, հնարավորություններ կա։ Այս դեպքում հարց առաջանում, ինչի համար էլի դեռևս 2017 թվականից եւ առավել եւս ազգային ժողովում նման օրենք ընդունելը։ Ես կարծում եմ պատճառը շատ հստակ է, ինչի մասին խոսեցինք, իր նպատակը իշխանությունը պահելն է։ Իշխանությունը պահելու համար ինքը պետք է ունենա որոշակի ռեսուրս արևմուտքից, Միացյալ Նահանգներից, Եվրոպայից եւ այլն, ինքը այդ ռեսուրսը փորձում է օգտագործի եւ նաեւ հանրության մեջ այդ պատրանքն է ստեղծում, որ մենք կարող ենք գնալ Եվրոմիություն եւ մարդիկ կան, որոնք ասում են մենք ուզում ենք գնալ Եվրոմիություն եւ որովհետեւ Եվրոմիությունը զարգացած երկիր է, մեզ վիզաներ կտան եւ այլն եւ այդ գաղափարը, այդ պատրանքը որոշ մարդիկ կերել են, այսինքն այդ մարդիկ, որոնք կերել են այդ պատրանքը, դա որոշակի ձայներն են։ Դրան գումարում են նաեւ այն քարոզչությունը, որ Ռուսաստանը հանձնեց Արցախը, ահա տեսեք, Ռուսաստանն էլ մեզ չպաշտպանեցին, իրենց դաշնակցին չպաշտպանեցին, չնայած նրան, ես Ռուսաստանը չեմ արդարացնում, չնայած նրան, որ նույն Եվրոմիության, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եւ այլն այս տարիների ընթացքում դեռևս 18 թվականին, երբ որ Միացյալ Նահանգների նախագահ ազգային անվտանգության գծով խորհրդական եկավ, որ մենք պետք է հրաժարվենք մեր կարծրատիպերից եւ նաեւ տարածքները հանձնենք Ադրբեջանին, հա։ Եվ իրենք դա ասում են նրա համար, որպեսզի հարավային Կովկասը դուրս գա Ռուսաստանի տակից եւ իրենք մտնեն կենտրոնական։ Շատ լավ, Ռուսաստանը չի պաշտպանել, գցել է, դուրս եկեք ԵԱՏՄ-ից։ Պուտինը այսինքն դա քաղաքական ապտակ էր նաև Հայաստանի իշխանությանը, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, որ հանրակրվե արեք, դու հանգիստ գնացեք, ինչ եք ուզում մեզ։ Նիկոլ Փաշինյանի համար ապտակները դա սովորական երևույթ է, եւ ցավոք սրտի իր ստացած ապտակները նաև մեզ վրա է գալի, մենք բոլորս ենք ստանում իր փոխարեն։ Նորից ես կրկնեմ, իր համար սա քաղաքական տեխնոլոգիա էր հանրության որոշակի մի ձայն ստանալու համար, որից հետո ինքը մտածում էր, որ կգնա Ռուսաստան եւ ինչպես հիմա է ասում, կփորձի հարաբերությունները կարգավորել։ Սա փաստորեն արդեն չի անցնում եւ Ռուսաստանում բավականին հստակ են դրել խնդիրը։ Դուք կամ պաշտոնապես դուք օրենք եք ընդունել ազգային ժողովում, որ գնալու եք Եվրոմիություն։ Այդ հակառակ օրենք ընդունեք, հրաժարվեք դրանից կամ համապատասխան հետևանքները կլինեն եւ որպեսզի դա տեսական չլինի, հա, այդ հետևանքները որոշակի ծավալով հիմա ցույց են տալիս։ Իդեպ Պուտինը իր ԵԱՏՄ նիստից հետո ելույթում վստահ հետևել եք, ասում էր ըստ էության ինքը նախերգանքներ տալիս, որ տնտեսական կապերը կտրվելու են Հայաստանի եւ Ռուսաստանի, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, ասելով, որ այնուամենայնիվ հումանիտար կապերը Հայաստանի եւ Ռուսաստանի չեն կտրվի։
Հիմա նաև մի այս մասն է ուզում հասկանալ, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը ասում է, քանի դեռ Եմեն բան չի արել, մենք չենք մտել ԵԱՏՄ-ում ենք, բայց իմ մոտ տպավորությունը որ իրենք մինչև հունիսի 7-ն են ուզում ձգել։ Մինչև ընտրության օրը, եթե կարողացան ժողովրդին մոլորեցնել, որ քվես ստանալ, հետո արդեն ինչ կլինի, թող լինի, ուզում են կհանեն ԵԱՏՄ-ից, ուզեն կմնան։ Բնականաբար, բայց այն մարդիկ, որոնք ուղղակի թվերը պատկերացնում են, տնտեսության վիճակը պատկերացնում են, իրենք տեսնում են, որ նույնիսկ այդ արտահանման ծավալները այն ինչ որ որոշակի ինչ որ բան կա դեպի Եվրոմիություն, Միացյալ Նահանգներ, այդ ծավալները նվազում են։ Այդ թվերը այս պահին նվազում են եւ նաեւ մի կարեւոր պահ կա, որտեղ են բոլոր գործարարները խոշոր եւ միջին եւ այլն, իրենք հաշվել գիտեն, իրենք տնտեսությունից հասկանում են, որովհետեւ դա իրենց գրպաններին է խփում եւ մի զգալի հատված սնանկանալու է։ Այդ մարդիկ, ես կարծում եմ, իրենցից նաեւ շատ կախված մարդիկ կան, հա, որ գործարարներ կան, որոնք ասեն 20000 աշխատատեղ ունեն, 15000, 10000, 7-8000, հա, եւ իրենք սնանկանալու են եւ ես կարծում եմ սա որոշակի հետևանքներ կունենա ընտրությունների արդյունքների վրա։ Գուցե ընդհանրապես գործարարները իրենք շատ զգուշավոր են լինում, հատկապես երբ որ իշխանության նկատմամբ ինչ որ վերաբերմունք պետք է ցույց տալ, իրենք վախենում են, բայց ես կարծում եմ X պահին Երբ խոսքը իրենց փողին է վերաբերվում։ Այո, հունիսի 7-ին ես կարծում եմ հնարավոր է որ լինեն անսպասելի անակնկալներ։ Գործարարները կարող են մատուցել դա։ Ես կարծում եմ, այո։ Հիմա դուք տեսնում եք Նիկոլ Փաշինյանի ազգային անվտանգության ծառայությունը 24 եւ 7 ռեժիմով հետապնդում է ընդդիմադիրներին, լսում է նրանց, գաղտնալսում է, տեսանկարանում է, շտաբերը, ասենք, հերավոր մի գյուղի շտաբ 24 եւ 7 ռեժիմով ցայնագրվում է։ Կարծում եք այդ գործարարները իրենց աչքի առաջ չեն, կարողանալու են ինչ որ բան անել։ Ինչ է Իրանից ներկայացնում ազգային անվտանգության ծառայությունը մյուս ուժային կառույցները, հա, իրենցից ինչ է ներկայացնում։ Դա ունի ղեկավար ինչ որ շերտ, ունի միջին շերտ եւ ներքևի շերտը, հա։ Շատ կարեւոր է, որ այդ միջին շերտը իրեն ինչպես է պահում, ինչպես իրեն կպահի նաեւ ընտրությունների ժամանակ եւ հիմա նույնպես, հա, արդյոք բոլոր նյութերն են տրվում, արդյոք իրենք դա ձև են թափում, որ այդ ամեն ինչը անում են, այս գործող վարչապետին ցույց տալու համար, թե դա իրոք իրենք հենց համոզված աշխատում են։ Ես դժվար եմ պատկերացնում, որ Հայաստանի ուժային կառույցները, հատկապես միջին շերտը, համոզմունքով ծառայի գործող իշխանությանը, այս իշխանությունը երկու ինչ որ հիմնական գաղափար էր վերցրել՝ կայունություն եւ խաղաղություն։ Հիմա խաղաղության առումով մենք հարցականներ ունենք եւ ինչն է հետաքրքիր, քանի որ իրանք սեր եւ սրտիկներ եւ բան են ցույց տալի, իրենք զորահանդես են կազմակերպում, այսինքն իրենց գաղափարախոսությունը եւ այս զորահանդեսը հակոտնյա են եւ իրենք դրանով ուզում են ինչ որ արդարանալ։ Մյուսը կայունությունն է, չէ, իրենք բերում են անկայունություն, տվյալ դեպքում այս տնտեսության ոլորտում նաեւ գուցե անվտանգության ոլորտում հանրությունը դա չի հասկանում։ Հիմա իրենք անդադ արդարանում են, հա, արդարանում են, որ գիտեք, Ռուսաստանի հետ հարաբերությունները լավն են։ Մհեր Գրիգորյանը, փոխվարչապետը, ինչ է հայտարարում այս ԵԱՏՄ Սահմանափակումները տեխնիկական են։ Որ սահմանափակումները, գիտեք, ինչ ես հույս ունեմ, որ տեխնիկական է եւ այդ ամեն ինչը հարցերը կլուծվեն եւ այլն, այսինքն ինքը հասկանում է, որ տեխնիկական չի, սահմանափակումները քաղաքական են։ Սա ցույց է տալի, որ գործող իշխանությունը անդադ արդարանում է եւ փորձում է հանրությանը համոզել, որ գիտեք ինչ, այն ինչ որ ինքը ասում է, հակառակն է տեղի ունենում, հիմա իրենք արդարանում են։ Հաղթող ուժը երբեք չի արդարանում։ Հաղթող ուժը չի կարող արդարանալ եւ երկրորդը իրենց քայլերը հակասում են իրենց առաջ քաշած կարգախոսներին։ Շատ լավ, քաղաքական հետապնդումների մի նոր բան է, ընթացք է սկսել եւ գլխավոր թիրախում նաեւ Անդրանիկ Թևանյանն էր Հայաստան կուսակցության ղեկավար, դրվեց աբսուրդային մեղադրանք այդ պետական դավաճանը, պարզ է, չէ, ի վերջո պարզվել է, որ այսպես որևէ պետական դավաճանություն չկա, հորինվածք է, կարված գործ է, ինչպես ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը բնորոշեց իր հարցազրույցներից մեկում։ Ինձ հետաքրքիր է, սա արդյոք պետականության հիմքերին հարված չէ, երբ այդքան լուրջ մեղադրանքը օգտագործում է քաղաքական նպատակով, որտեվ արդեն մենք եթե լսենք էլ այդպիսի բաներ չենք հավատալու, չէ՞ որ։ Ուրեմն միջև այդ հարցին գալը մի քիչ կարճ գործից խոսենք, հա։
ուրեմն գործում չկա որևէ արարք, որևէ գործողություն ըստ փաստաբանները լավագույն փաստաբաններն են ներգրաված, իրենք ասում են գործ չկա, այսինքն գործը այնպեսին է, որ իրենք պետք է գաղտնիությունը պահեն, որովհետև լրտեսություն, պետական դավաճանություն, այսինքն այնտեղ ինչ որ կա, իրենք իրավունք չունեն հայտարարեն եւ հանրությանը պատմեն, բայց իրենք ասում են բան չկա, որ մենք իմանանք այդ գաղտնիքը որն է, որ հանրությանը չտանք, գործում որևէ գաղտնիք չկա, ինչ որ ընդհանուր մտքեր են, ընդհանուր տեսակետներ են։ Երկրորդը ազգային ժողովում, որ եթե նույնիսկ ես եւ դուք կուզենայիք, շատ անգամ կարայինք լսող սարքեր կպցնենք, հա, նստարանների տակ, եւ նույնիսկ ես վստահ եմ, այս վարչապետի կաբինետը նույնպես մի 7-8 ծառայությունների կողմից գաղտնալսվում են, եթե Գերմանիայի վարչապետին են գաղտնալսել սկանդալները կան, ինչի մասին է խոսքը։ Եվ երկրորդը, երբ որ գումարի մասին է խոսքը գնում 622,000։ Ես մեծ դիտողներին խորհուրդ կտամ, ասենք ChatGPT-ով կամ ինտերնետով որոնել գները պետական գաղտնիքների եւ լրտեսության գները։ Ուրեմն մի օրինակ բերեմ, շատ կարճ։ Ուրեմն 70-ական թվականներին, երբ որ Գերմանիան չէր ճանաչում իր սահմանները եւ ինքը հավակնություններ ուներ Արևելյան Գերմանիայի, Կալինինգրադի մարզի, Սուդետների եւ այլն, հայ տարածքները, պետք էր որպեսզի Գերմանիան այդ տարածքը ճանաչեր, ֆիքսեր, որից հետո տեղի էր ունենալու Հելսինկյան այդ գագաթնաժողովը եւ աշխարհը նոր աշխարհաքաղաքական փուլ էր մտնելու։ Ուրեմն падգամավորները չեն սեղմում այդ կոճակները, մի կերպ Վիլի Բրանտ այն ժամանակվա վարչապետը կարողացավ իր ֆրակցիայի միջոցով ձայներ հավաքել, որ իրենք ճանաչեն Գերմանիայի սահմանները, երկու падգամավորի կարիք կար։ Երկու падգամավորներին կաշառում են, ուրեմն մեկին կաշառում են 50,000 մարկով ռուսական եւ ԳԴՌ-ի Արևելյան Գերմանիայի շտազիներ։ Այդ շատ հետաքրքիր ֆիլմեր կան եւ անուն ազգանունով ում են կաշառել եւ ամերիկացիները թույլ են տվել, որ խորհրդային միության կողմից կաշառեն, որտեղ իրենց էլ էր պետք այդ սահմանների ֆիքսացիան։ Ուրեմն այդ աշխարհը փոխող այդ գործողությունը 50,000 մարկ է արժեցել, որ падգամավորը սխմել է այդ կոճակը եւ դա բացահայտվել է եւ նրանք չեն դատել իմիջիայլոց, որովհետեւ երկու կողմներ եւ արևմուտքը եւ արևելքը ուզում են, որ դա տեղի ունենար։ Կամ միջուկային զենքեր գաղտնիքները, հա, երբ որ այդ բաները բացում ես, դեղ 50,000, 60,000, 100,000 դոլար ամենաշատը։ Ուրեմն փակ նիստում ազգային ժողովի, որտեղ որևէ գաղտնիք չի բացահայտվել եւ նույն Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ մենք որևէ գաղտնիք չենք քննարկել եւ դա այդ գաղտնիքները իմացել եւ Ադրբեջանը եւ Ռուսաստանը, որտեղ սահմանազատման, սահմանագծման է վերաբերվել։ Եվ Ռուսաստանը 622,000 դոլար, դա այդ չեղած գաղտնիքի համար, դա իհարկե աբսուրդ է։ Հիմա գան 622,000 դոլար Ռուսաստան տար Նիկոլ ինքը հանձներ այդ տեղեկությունները, եթե պետք է։ Ես ուղղակի մեկնաբանություններն ավելորդ։ Այդտեղ արդեն կգնանք թե Արցախի հետ ինչա կատարվել, այդ թեմային կհասնենք։ Հիմա հարցը հետեւյալը, վարկաբեկվում է պետությունը, թե չի վարկաբեկվում։ Առաջինը պետությունը վարկաբեկվում է։ Բնականաբար, որովհետև ԱԱԾ-ի նախկին ղեկավարը ասում էր, որ 90-ից ավել գործեր են հարուցվել այս իշխանության օրոք պետական դավաճանության մասին եւ լրտեսության եւ որևէ գործ դատարան չի հասել, հա։ Ուրեմն 90 գործ, որևէ գործ դատարան չի հասել եւ մեր սովորական քաղաքացիները տեսնում են, որ համատարած պետական դավաճանություններ են եւ ոչ ոք չի պատժվում եւ շատերը ազատության մեջ են։ Սա առաջինը։ Երկրորդ պահը, որը ինչով է վտանգ հասցվել պետությանը, ուրեմն դաշնակից երկրները, պայմանագրերով դաշնակից երկրները միմյանց նկատմամբ լրտեսական գործունեություն չեն ծավալում եւ պայմանագրեր կան։ Ավելին, հատուկ ծառայությունները միմյանց հետ ինֆորմացիա են փոխանակում տարբեր վտանգների մասին, զգուշացնում են միմյանց։ Հիմա եթե Հայաստանում մեղադրվում է մարդ, որը լրտեսություն է արել Ռուսաստանի օգտին, դա նշանակում է պաշտոնապես, որովհետեւ նույն դատարանի որոշումը, որ ինքը որոշել է, որ ինչ որ հիմք կա, մենք պետք է գործ հարուցենք եւ ձերբակալենք, դա նշանակում դա օրենք է։ Դատարանի որոշումները դա օրենքի տեսակներ են։
այսինքն Հայաստանը օրենքով հայտարարում է, որ Ռուսաստանը թշնամի երկիր է եւ պատահական չէ դրանից հետո այս դեպքերը տեղի ունեցան ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ։ Եթե մենք թշնամի երկիր ենք, ուրեմն դուրս եկեք մեր տարածքից, մեր տնտեսական գոտուց։ Դա այո մեծ վնաս էր եւ պետությանը եւ մեր շարքային քաղաքացիներին, որոնք վարկեր են վերցրել, ծաղիկներ են աճեցրել, բանջարեղեն են աճացրել եւ այլն, մյուս գործարարները, որոնք էներգակիրներ են ներմուծում, ոսկի, ադամանդ եւ այլն, այդ որոշումով այդ բոլորը հարվածի տակ են հայտնվել։ Լավ, բա դուք կարծում եք չեն գիտակցում այս ամեն ինչը, ասենք պրիմիտիվ են մոտենում պետական կառավարմանը, միջազգային հարաբերություններին, պետության հեղինակությանը, թե թքած ունեն այդ ամեն ինչի վրա Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նիկոլ Փաշինյանը ունի իր կաշին փրկելու խնդիր։ Իր կաշին փրկելու համար ինքը պետք է վերարտադրվի։ Վերարտադրվելու համար ինքը պետք է ունենա որոշակի քանակությամբ ձայներ։ Եվ հանրությունը պետք է փոխադարձ ատող երկու հատվածի բաժանվի։ Դեպքում ինչու Անդրանիկ Թևանյանը։ Այս հարց պատասխան ունեք դուք։ Ինչու Անդրանիկ Թևանյանը, որտեվ Անդրանիկ Որտեվ այո, առանցքային ուժերից մեկի երկրորդ համարն է, բայց այնտեղ ուրիշ ընդդիմադիր ուժ կա առաջին տեղում, չէ՞ ոնց որ։ Ուրեմն Մայր Հայաստանի քաղաքապետարանի պատվիրակությունը Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ այցելել էր Դոնբաս։ Իմիջիայլոց Դոնբասի այն հատվածը, որը Ռուսաստանի վերահսկողության տակ է գտնվում։ Իսկ ամերիկացիները, ուկրաինացիներն ասում են, այն մյուս հատվածն էլ տվեք ռուսներին, որ պատերազմը կանգնեն։ Այսինքն Անդրանիկ Թևանյանը ի տարբերություն ամերիկացիների գնաց այնտեղ, որը ռուսական վերահսկողության տակ է եւ պատճառը եղել է հայկական համայնքը, որտեղ դեռ հայկական համայնքի նկատմամբ որոշակի խնդիրներ կային, որտեղ հայտարարվում էր, որ Հայաստանը զենք է վաճառում Ուկրաինային, ադրբեջանական կողմից էին նման հայտարարություններ անում եւ Անդրանիկ Թևանյանը գնաց եւ այդ ամեն ինչը ժխտեց, լինելով ընդդիմադիր եւ արդյունքում հայ համայնքի նկատմամբ վերաբերմունքը փոխվեց դեպի դրականը։ Եվ ամեն տարի ինչ-որ նվերներ եւ օգնություններ է ուղարկում նաեւ Մայր Հայաստան Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ։ Այսինքն իր այդ այցով Անդրանիկ Թևանյանը որոշակի ստատուս էր ձեռք բերել որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման, ուժեղացման, ինչ-որ տես հատուկ ինչ-որ մի կերպար էր ձևավորվել, որը Ռուսաստանի կողմից նաեւ ընկալվում էր։ Եվ պատահական էր հենց հարվածել հենց նման կերպարին, որը չէր թաքցնում, որը հայտնի է, որ ինքը կողմնակից է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունենալ, նաև միշտ շեշտվում է եւ Մայր Հայաստանը միշտ շեշտվել, որ այո, մենք պետք է նաև ունենանք շատ լավ հարաբերություններ Եվրոպական միության հետ, Միացյալ Նահանգների հետ, Իրանի հետ եւ սխալ է ինչ որ մեկի կողմից լինել, մյուսին դեմ լինելը։ Մենք պետք է ասեմ, որպես նաև այդ այցի մասնակից մարդ, այդ ամեն ինչը Թևանյանի կողմից ասվել է հենց Դոնեցկ Լուգանսկի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, այսինքն դա այնպես չի որ այստեղից ասվել, այնտեղ էլ ասվել է որ մենք այո Ռուսաստանին ընդունում ենք դաշնակից բարեկամ, բայց չենք էլ պատրաստվում Եվրոպայի կամ Արևմուտքի թշնամանալ։ Հենց դրա համար թիրախավորվել է Անդրանիկ Թևանյանը եւ հենց այս պահին ընտրություններից առաջ։ Եվ հիմա նույնպես մի կողմից հայտարարում են, որ գիտեք ինչ, մենք ԵԱՏՄ-ից դուրս չեն գալի, այնտեղ զարգացման հնարավորություններ կան, Եվրոպական միություն մտնելը դա ինչ որ որևէ ռեալ հիմքեր չկա, դա ասում է գործող վարչապետը, բայց միջև ընտրությունները շարունակում է ինքը եւ իր թիմը սրել եւ թիրախավորել Ռուսաստանին, ինչի համար, որովհետեւ հանրության մի զգալի հատված մտել է այդ պատրանքների մեջ, որ մենք Եվրոմիություն են գնալու եւ այդ պատրանքները նա ուզում է խորացնել եւ այդ ձայները ստանալ զուտ իր կաշին փրկելու համար։ Շատ լավ, շնորհակալ եմ Ման Դանելյան հետաքրքրի համար, ընդհանրապես մի քանի օր 5-6 օր մնաց ընտրություններին, մենք ժամանակ միջև այդ երևի թե էլի հանդիպելու առիթ կլինի, դրանից հետո կհասկանանք ինչ է տեղի ունենում։ Ես էլ խորապես համոզմունք ունեմ, որ ժողովուրդը գնալու է ընտրատեղամաս եւ մեծամասամբ մերժելու է այս իշխանությանը։ Շնորհակալ եմ։ Ես չեմ զրուցում էի Ստեփան Դանելյանն հետ քաղաքագետ, տեսություն կհանդիպենք։